Տիկին Կրպեյան երեկ Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ, մի քանի կետերի անդրադառնանք, նախ նշեց, որ 20 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, առհասարակ ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Նախ առիթից օգտվելով ուզում եմ Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել բոլոր հայ մարդկանց, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, միասնական հայրենիքը իրենց համար արժեք համարողներին։ Ես համարում եմ, որ այս օրը չափազանց խորհրդանշական է ու չափազանց կարևոր մեր ապագայի հաղթանակների ճանապարհին, այսօրվա կարևորության գիտակցումը։ Սովորաբար անհեթեթ հայտարարությունները չեմ մեկնաբանում, բայց քանի որ մենք այսպես շատ անհեթեթ իրականությունում ենք հիմա ապրում, երբ հաղթանակներն արժեզրկվում են, իրական հերոսներն արժեզրկվում են, ձեռքբերումները արժեզրկվում են, մեկ արձանագրում պիտի անեմ, սա հերթական ուղերձներ սեփական փոքրիկ լսարանին, դեռ այն լսարանին, որը ցավոք սրտի մոլորությամբ հավատում եւ վստահում է այս օկուպացիոն հանցախմբին, մտածելով, որ այս մարդիկ եկել են մեր հավաքական շահերը սպասարկելու եւ մեր պետականության շահերը սպասարկելու։ Ես շատ ցավում եմ, որ ստիպված պիտի եւս մեկ հիասթափության առերեսվեն մեր սիրելի հայրենակիցներ, ովքեր դեռ հավատում են եւ դեռ հույսեր են կապում այս օկուպացիոն հանցախմբի հետ, որովհետեւ այս մարդիկ բազմիցս իրենց գործով, ոչ միայն խոսքով, այլ գործով ապացուցել են, որ իրենք որևէ առնչություն չունեն հայկական շահի, հայկական պետականության, հայ մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Այս մարդու հայտարարությունները այս համատեքստում պիտի դիտարկել, ամեն կերպ փորձելով սեփական պարտությունը, սեփական դիտավորությունը, հանցավոր անկարողությունը եւ դիտավորությունը քողարկել ու կոծկել ու արդարացումներ փնտրել իր համար եւ իր հանցախմբի համար, ամեն անբարո քայլի իրենք պատրաստ են արժեզրկելով այդ ճանապարհին մեր հավաքական ձեռքբերումները, մեր հերոսական պատմության դրվագները, որոնք իրական հերոսության, իրական հայրենիքի, այ դա է իրական հայրենիքը, շոշափելին Արցախն է իրական հայրենիք մեզ համար եղել, որը հազարավորների անձնազոհությամբ ազատագրել ենք, առաջին հանրապետության կերտումն է իրական հայրենիքի օրինակ եղել, որ հազարավորների անձնազոհությամբ եւ նվիրումով մենք ստեղծել ենք եւ այս ընթացքը ես հավատում եմ, որ եւ վստահ եմ, որ պիտի իր հաղթական ավարտը ունենա, մենք բազմիցս պատմության տարբեր շրջափուլերում այս տեսակ ճգնաժամային իրավիճակներում եղել ենք, ես ուզում եմ պարզապես, որ մեր սիրելի հայրենակիցները շարունակեն ոգեշնչվել եւ ոգեկոչել այդ հաղթանակների հիշողությամբ եւ հիշողությունը ու հավատան, որ անպայման նորից վերակերտելու ենք։ Երբ ասում է, որ եկեք չկրկնենք պատմությունը, սովորաբար մենք հակառակն ենք ասում ենք եկեք պատմությունից դասեր քաղենք, հիմա Նիկոլ Փաշինյանը երեկ ասում է եկեք չկրկնենք պատմությունը, ինչի նկատի ունի, այսինքն թուրքերին, ադրբեջանցիներին թշնամիներ չհամարենք, սա էր մեսեջը։ Եկեք չկրկնենք պատմությունը, եկեք պարտությամբ հպարտացողներին չվստահենք, եկեք իրենց պատմության ճիշտ մոռացության անկյունը նետենք եւ եկեք այլևս սակարկելի չդարձնենք մեր պատմական հաղթանակները, մեր պատմական հայրենիքի երազը ու ջանքեր գործադրենք հանուն հավերժական Հայաստանի երազի իրագործման։ Ես այսպիսի կոչ կանեմ մեր սիրելի հայրենակիցներին, որովհետև պատմությունից այո պիտի դասեր քաղենք, պատմության սխալները պիտի մեզ համար ուղեցույց լինեն այդ սխալները չկրկնելու եւ պատմությունն էլ պարբերաբար այսպես դասեր
նաև ինչու՞ չէ պատմական ապտակներ է հասցնում այդ դասերը մոռացողներին, այնպես որ ես կարծում եմ, որ մենք պիտի սթափվենք, իրոք պիտի սթափվենք եւ հասկանանք, որ մեր հայրենիքի, մեր հավաքական պետականության եւ մեր ապագայի հաջողության բանալին մեր յուրաքանչյուրի ձեռքում է եւ մենք այդ զորությունը ունենք մեր երազանքների հայրենիքը իրականություն դարձնելու։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը ձեր խոսքին շարունակություն ասում է, որ հիմա հայրենիք փրկելու կարիք չկա, ու դա ասում է զինվորականների մոտ, այն մարդկանց մոտ, ովքեր որ այդ հայրենիքի գործում դեր են ունեցել։ Սա ինչի մասին է խոսում։ Որպես պահեստազորի սպա պնդում եմ, որ մեր հայրենիքը եւ մեր պետությունը փրկության կարիք ունի։ Մենք ունենք օկուպացված հայրենիք, որը պիտի ազատագրենք, մենք ունենք ոտնահարված արժանապատվություն, որը պիտի վերականգնենք, մենք ունենք հավաքական, հայկական, հավաքական, միասնական երազանք, որը պիտի իրագործենք։ Նորից կրկնելով յուրաքանչյուրս այս գործում մեր անելիքը ունենք։ Շատ տարօրինակ կլինի, որ որևէ սպա, որևէ զինվորական, որևէ մեկնով թեկուզ 1 գրամ ներդրում ունի մեր հաղթանակներից որևիցե մեկում, այս խոսքերը դյուրորեն ընկալի եւ կամ այս խոսքերի ճշմարտացիությանը այսպես հավատի նշույլ հատկացնի։ Բայց այս տարիների ընթացքում մենք հայրենիք չենք ունեցել, իսկապես որ հիմա ասում է հայրենիք փնտրելու կարիք չկա այլևս։ Իհարկե ունեցել ենք ենել ինչպիսի հայրենիք ենք ունեցել։ Ունեցել ենք 2 հայկական պետականություններ, ունեցել ենք մեր տարածաշրջանում, աշխարհում մեր դիրքը, հեղինակությունը որպես հաղթած ժողովուրդ, որպես ժողովուրդ, որ պատմական արդարություն է վերականգնել ցեղասպանվելուց հետո, ես պարզապես չեմ պատկերացնում մի իրականություն, որտեղ Արցախը հայկական չէ, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը օկուպացված է եւ հայ մարդը երջանիկ եւ արժանապատիվ ապրում է։ Այդ իրականությունը, այդ երկու իրողությունները անհամատեղելի են։ Հայ մարդը միմիայն կարող է արժանապատիվ եւ ինքնիշխան իր հայրենիքում, իր պետականության սահմաններում ապրել, երբ ունի իր կենսական իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ կենսական հայրենիք։ Բայց Ալեն Սիմոնյանն օրինակ 2 օր առաջ ազգային ժողովում լրագրողների հետ մեր այդ զրույցում նշեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերը առևտուր են սկսելու ադրբեջանցիների հետ։ Ձեր նշած մարդու պատկերացումներն են իմ պատկերացումները եւ ես վստահ եմ, որ հայ մարդու պատկերացումները իր ազգային ինքնության եւ արժանապատվության մասին լրիվ այլ են։ Մարդիկ, ովքեր պնդում էին, որ Ակնան Աղդամը իրենց հայրենիքն է, հիմա այլ պնդումներ են անում։ Ես չեմ կարծում, որ այդ մարդկանց հայտարարությունները որևէ արժանահավատություն ունեն, այնպես որ եկեք չկենտրոնանանք այս օկուպացիոն հանցախմբի մոլորեցնող, ներկայացուցիչների մոլորեցնող ու ապազգային հայտարարությունների վրա։ Ես կարծում եմ, որ ժամանակն է արդեն դադարելու մեկնաբանել այս անհեթեթությունները, որոնք ապազգային հիմք ունեն, պիտի կենտրոնանանք մեր միասնական երազների, մեր միասնական նպատակների իրագործման եւ միախմբման ու համախմբման օրակարգի շուրջ։ Նման բան դուք չեք պատկերացնում, Ալեն Սիմոնյանի ասաց, որ կարող է առևտուր լինել, եւ որ օրինակ խաղաղություն հաստատվի, նույն է տրամաբանության մեջ սկսեն օրինակ պատմությունից են ասում, որ նման դեպքեր եղել է եւ առևտուրը։ Տեսեք, իրենց իշխանավարության օրոք ես ամեն ինչ սպասում եմ իրենցից։ Ամեն բան, որը ոտնահարելու է հայ մարդու իրավունքները, ամեն քայլ, որը եւս մեկ անգամ հարվածելու է հայ մարդու արժանապատվությանը։ Ես ամեն բան իրենցից սպասում եմ։ Խմբակ, հանցավոր խումբ, որը այսպես մեկ գրչի հարվածով հազարավորների անձնազոհության հանգամանքը
ունենալով հայրենիք հանձնեց թշնամուն, իրենք ամեն ինչի ունակ են։ Այլ հարց է, որ մենք պիտի մեր օրակարգը պիտի լինի օր առաջ այս քաղաքական ռեժիմի դեմ պայքարը համախմբման օրակարգով մեկնարկելը եւ այդ պայքարը հաջողությամբ պսակելը։ Ես ավելի հակված եմ կենտրոնանալու մեր օրակարգի վրա, այլ ոչ թե սպասումներ եւ կամ վախեր սերմանելու։ Իսկ այդ օրակարգի շուրջ քննարկումներ կան, որտեղ մի տարբերակ առաջարկվում էր իմպիչմենտի տարբերակով, դրա վերաբերյալ ձեր հայտարարությունը, ձեր խմբակցության կողմից հայտարարություն եղել է, նաև փողոցային պայքարն եք առաջարկում, բայց այս պահին կարծես չենք տեսնում, չնայած երեք Գառնիկ Դանիելյանը նշում է, որ ամեն դեպքում քայլեր կատարվում է, բայց տեսանելի չեն ամեն դեպքում հանրության համար, ինչ եք մտածում։ Ես շատ հուսով եմ, որ ընդդիմադիր ազգային դաշտը ուժ կամք եւ վճռականություն կգտնի համախմբման օրակարգի շուրջ համախմբվելու եւ միավորվելու ու մենք բոլորս մեր մասնակցությունն ու դերակատարումը կունենանք այդ համախմբման գործում, վստահեցնում եմ ձեզ, ու հաղթանակն էլ իրեն սպասեցնել չի տա։ Հիմա խնդիր կա, այսինքն համախմբան, որ նշում եք, ներդրում եք փորձում ունենալ։ Ակնհայտորեն կա, չեք տեսնում քննարկումները։ Ամեն դեպքում ես հավատացած եմ, որ պատշաճ քաղաքական կամքի վճռականության եւ իրական փոփոխություններ բերելու օրակարգի շուրջ այդ համախմբումը անպայման կլինի։